Նորից մանդատացավ և մանդատակռիվ։ Հայաստանում ընտրությունների և հետընտրական զարգացումները դեռ խաղում են։ Այսօր հայտարարվել են և պարզ են դարձել ընդդիմադիր երկու ուժի ցուցակները, որոնք վերցնում են մանդատները։ Իմ կարծիքով դա սխալ է, բայց դա իմ կարծիքն է ու ես չեմ պատասխանատու իրանց որոշումների համար, չնայած որ ես իմ ձայնը իրանց տվել եմ և մի փուճուր հնարավորություն ունեմ պահանջել իմ ձայնը լսելի դարձնելու, սակայն եթե ուժերը որոշել են վերցնել մանդատները, ուրեմն իրանք են կրում պատասխանատվությունը բոլոր կատարվելիք քաղաքական պրոցեսների, որոնք կատարվելու են ազգային ժողովում և ազգային ժողովի հովանու ներքո։ 12 հոգի Հայաստան դաշինքից և 29 հոգի ուժեղ Հայաստան դաշինքից։ Այսինքն մենք ունենք 41 պատգամավոր ընդդիմադիր ուժերից և մենք ունենք ձայնագող ԿԸՀ ղեկավար իր գլխավոր դավաճանի և գլխավոր կեղծարարի հետ միասին գողացել են ԲՀԿ-ի 4%-ը և նվիրեցին այդ տոկոսները Քաղաքացիական պայմանագիր ադրբեջանամետ թուրքա հպատակ կուսակցությանը։ Ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է մեր դժգոհությունը և մեր կարծիքը ուղղենք դեպի ընդդիմադիր ուժերին ու եթե որ իրանք ներկայացնում են մեզ 51%-ին ազգային ժողովում, 51%-ին, ով որ չի քվեարկե թրքամետ և ադրբեջանահպատակ կուսակցությանը, ապա իրանք պետք է մեր ձայնը դարձնեն լսելի ազգային ժողովի ամբիոնից, այլ ոչ թե դառնան տանձիկ։ Լավ եղեք, զգույշ եղեք և զգոն եղեք։